Զրուցում են գյումրեցի քաղաքագետ Արթուր Համբարձումյանի հետ։ Պարոն Համբարձումյան, այսօր առավոտից 6-րդ վարչության աշխատակիցներն են Գյումրու քաղաքապետարանում, ասում են, որ քաղաքապետին մեկուսացրել են, ուզում են ձերբակալել, աշխատակիցներին էլ քաղաքապետարանի շենք չեն թողնում։ Կխնդրեմ նկարագրեք առհասարակ այս պահին ինչ իրավիճակ է Գյումրիում։ Ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանի Հանրապետության իշխող 16-րդ վարչապետի հրահանգով իրականացնում է հերթական խուլիգանությունը այն մարդկանց նկատմամբ, ովքեր ըստ իրենց վտանգ են սպառնում իրենց ռեժիմին։ Մի քանի ամիս առաջ նույն խուլիգանությունը տեղի ունեցավ Գյումրիում ապրող մեկ այլ պատկառելի անձնավորության նկատմամբ Միքայել arczepiskopos-ի, ով եւս քարեր սրանց կոկորդին, հիմա նույն գործողությունները տեղի ունեն քաղաքապետի նկատմամբ։ Այսինքն այստեղ իրավական կարծում եմ, ոչ թե կարծում եմ վստահ, իրավական որևէ գործընթաց չկա, այստեղ քաղաքական գործընթաց չկա։ Այս մարդիկ քաղաքական, նույնիսկ կարելի ասել, այս մարդիկ քաղաքական բանտարկյալներ չեն, ինչի, որովհետև Հայաստանի Հանրապետությունում չկա քաղաքականություն։ Այս մարդիկ ուղղակի խուլիգանության զոհ են։ Խուլիգանության ուղղակի զոհ։ Պարոն Համբարձումյան, ըստ էության նաև այսօր փորձում են ձերբակալել Գյումրու քաղաքապետին Վարդան Ղուկասյանին, ինչ եք կարծում, ինչ կլինի։ Ինչ պիտի լինի, կձերբակալեն, կփակեն։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունում ինչ բան է, տրադիցիա է, ձևավորվել վատ տրադիցիա։ Ամբողջապես գաղտնալսում են բոլոր մարդկանց, հանրային գործիչներին, ժուրնալիստներին, եթե կան այդպիսի կա, դատավորներին, այսպես բոլորին գաղտնալսում են, հանրային գործիչներին, քաղաքապետերին, գյուղապետերին գաղտնալսում են, պահում են այդ ամենը ինչ-որ միտեղ, եւ հարմար պահի, երբ որ իրեն դա պետք է, այն սկսում են շրջանառել եւ հետագայում այդ գաղտնալսումների հիման վրա կամ հրապարակային հայտարարությունների հիման վրա, որոնք աղերս չունեն հանձնակազմի հետ, կազմվում են քրեական գործեր։ Ձերբակալությունները տեղի ունենում, հետո հրահանգ է իջեցվում դատավորներին, որպեսզի այդ դատավորները տան կալանք։ Ահա ինչ տեղի ունենում։ Եվ 3 է տեղի ունեցել, եւ 2 տարի առաջ է տեղի ունեցել, եւ հիմա է տեղի ունենում։ Եվ այսպես կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ որ ժողովուրդը հանդուրժում է այս ռեժիմը, իսկ ռեժիմը միայն Նիկոլ Փաշինյանը չէ, ավելի խորն է ամենը։ Մինչև հանդուրժում այս մարդկանց եւ մինչև թույլ ենք տալիս, այսքան բան։ Պարոն Համբարձումյան, այնուամենայնիվ ԿՊ-ն չկարողացավ մարսել Գյումրու ընտրություններում իրենց պարտությունը, սա դա է ցույց տալիս։ Իհարկե։ ԿՊ-ն չի կարողանում, նախ պիտի ասեմ, որ այդ կուսակցությունները, ասում են ԿՊ, լուծարված կուսակցությունը խոսք է գնում է, հարգելի է, խոսք է գնում մի քանի մարդու մասին։ Մի քանիսը ստվերում են, կա Նիկոլ Փաշինյան, ով ստվերում չի, ով արերևույթ ռեժիմի բարագլուխն է, խոսքը գնում է այդ մասին, այդ մարդկանց մասին, այս մարդկանց թվում է, որ Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետությունը իրենց բոստանն է, այստեղ արևի տակ ապրելու համար, այստեղ պետք է բոլորը ապրեն ըստ իրենց կանոնների, ըստ իրենց ուզածի, սա իրենց հոր բոստանն է։ Եվ եթե կլինեն ազդեցիկ մարդիկ, ովքեր ինչ-որ կերպ կխանգարեն իրենց ինչ-որ պլանների իրականացման, այդ մարդիկ պիտի կամ դառնան իրենց շարքերը, կամ պիտի ուղղակի բանտարկվեն։ Պարոն Համբարձումյան, եւ ըստ էության միակ պայքարը այսօր ժողովրդի ոտքի կանգնելն է։ Գիտեք, այսօր միջև ժողովուրդը ոտքի կանգնում, հարգելի Էմա, կան մարդիկ, ովքեր այս ռեժիմի մեջ են, այսինքն այս ռեժիմը կազմված է դատավորներից, այս ռեժիմը կազմված է դատախազներից, այս ռեժիմը կազմված է ազգային անվտանգության ծառայությունից, ռեժիմի բաղկացուցիչ մասն է Հայաստանի Հանրապետության պարլամենտը, որտեղ կան ընդդիմադիր խմբակցություններ, եւ այդ ընդդիմադիր խմբակցությունների Հայաստանի Հանրապետությունում եմաջան չի եղել մի հանցագործություն, որը չի լեգիտիմացվել Հայաստանի Հանրապետության պարլամենտում ընդհանրապես եւ մասնավորապես նույնիսկ ընդդիմության կողմից։ Եվ այն մարդիկ, ովքեր ռեժիմի մաս են կազմում, այդ մարդիկ պիտի ընդհանրապես, ես չեմ ասում դուրս գան, ինչ որ մոլոտովի կոկտեյլներ սարքեն, շպրտեն այդ ռեժիմի ներկայացված, ոչ,
Ես ասում եմ հետևյալը, ընդհանրապես մի արեք ստորություն, ընդհանրապես մի ենթարկվեք, պատգամավոր ես, հասկանում, տեսնում ես, որ պատգամավոր ես չես կարող քո լիազորությունները իրականացնել, եղբայր դիր մանդատը, դատավոր ես, զգում ես, որ չես կարող բան անել, ասենք, հրահանգ ես իջնում ապօրինի այս մարդուն կալանավորել, մի արա, վերի դուրս արի, այսինքն մինչև ժողովրդին մենք ուղղել է այս մեղադրանքները նաև, ժողովուրդը դուրս չի գալիս, ժողովուրդը սա չի անում, պատկան մարմինները, ովքեր պատկան մարմինների ներկայացուցիչները, ովքեր այս ամենի մաս են, միգուցե բանը անգիտակցաբար, այդ մարդիկ պիտի ընդհանրապես չծառայեն, այսքան բան եմ ասում ես։ Ես առավոտյան մի տեսանյութ էի հրապարակել, որտեղ խոսում էին նրա մասին, թե ինչպես են քննարկվում օրինակ գաղտնալսումները, եթե դուք ուշադրություն դարձնեք, երեք էլ հանրային հեռուստաընկերությունում քննարկվում են գաղտնալսումները, մեկը ասում է գաղտնալսման մեջ հանցակազմ կա, մյուսը ասում է չկա գաղտնալսման մեջ հանցակազմ, բայց որևէ մեկը չի ասում, եկեք հասկանանք, այդ ով է գաղտնալսել, այդ ինչ իրավունքով է գաղտնալսել, ազգային անվտանգության ծառայությունը։ Հասկանում եք, որ մարդիկ նույնիսկ անգիտակցաբար դառնում են ռեժիմի իրականացած հանցագործությունների գեներատոր։ Այո։ Այսինքն մինչև հերոսություն անելը ես կոչ եմ անում մարդկանց սրիկայություն չանել։ Հենց սրիկայություն չարեցինք, այս ռեժիմը կփոխվի։ Ընդհանրապես սրիկայություն չանել։ Հիմա մարդիկ սրիկայություն են անում, ասում են ասպեր, բա մենք տուն ենք պահում, ասպեր մենք վարկեր ունենք։ Ներողություն եմ խնդրում ոսկեղենիկ հայերենով այդ ձևակերպումների համար։ Այսքան կարելի է սա շարունակել։ Ես չեմ ասում ընդդիմությունը բան է, թեպետ ընդդիմություն էլ չկա, չեմ ասում այն մարդիկ, ովքեր խոսում են վարչակազմի դեմ, իրենք սուրբ են։ Բայց օրենքի առաջ թող ամեն մեկը լինի հավասար։ Եվ դուք գաղտնալսում եք ինչ-որ մեկին, որտեղ խոսվում է, օրինակ գաղտնալսել են արքեպիսկոպոսներին, գաղտնալսել են հոգևորականներին, որտեղ խոսվում է, նախ գաղտնալսումը ինքնին ապօրինի է։ Սա դնենք կողքի, եթե դուք գաղտնալսում եք եւ այնտեղ խոսքի գնում նրա մասին, որ մեկը մյուսին միտինգ է հրավիրում կամ պարտադրում է, ենթադրենք պարտադրում է, 2021 թվականին կոլեկտիվներով մարդկանց տանում եք քաղաքապետ Երևանի քաղաքի ընտրություններում այդ նախընտրական կամպանիայի կոլեկտիվներով մարդկանց ստիպում եք, որպեսզի մարդիկ գնան բան միտինգ գնան։ Այդ ինչպես է լինում, որ մի դեպքում չի հարուսվում, մեկ այլ դեպքում հարուսվում։ Այսինքն ակնհայտ խուլիգանություն։ Պետության կողմից կազմված ակնհայտ խուլիգանություն։ Ես կողմ չեմ այն ձևակերպումների հետ, երբ ասում են քաղաքական, այս մարդը հատկապես երբ ասում են Միքայել arczepiskopos-ը քաղաքական բաղդարչյալ է, քաղաքականություն չկա, այստեղ խուլիգանություն է միայն։ Այստեղ միայն խուլիգանություն է, նույնիսկ տերոր չկա։ Սրանք շատ փոքրիկ մարդիկ են, հասկանում եք, շատ փոքրիկ մարդիկ են, որ տերոր անեն։ Սրանք ով են տերոր անեն։ Նույնիսկ իրենք Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իշխանություն չունեն։ Չունեն Հայաստանի Հանրապետությունում չկա քաղաքական իշխանություն։ Սրանք ուղղակի ազդեցիկ խմբեր են, ովքեր ուղղակի տերոր են անում։ Հիմա ազգային անվտանգության ծառայության կոչվածը մտել է քաղաքապետարան, ես չեմ զարմանա, մասկիկով մտել են քաղաքապետարան, ես չեմ զարմանա այդ թեորիայից նոր բարձի, որ այդ մտնողների քաղաքապետարան մտնողների մեծ մասը այդ մասկիկի տակ թաքնված են մարդիկ, ովքեր հացի հետ կապել չունեն։ Ինչ որ այսպես կոչված օլիգարխների ոսկեղենիկ հայերենով ասած ախրանիկներն են, ովքեր հակել են այդ շորը, այդ գործողություններն են անում։ Չկա այստեղ իշխանություն, չկա քաղաքականություն, կա միայն խուզանություն։